Երգչուհի Տաթև Ասատրյանն այն հայտնիներից է, ով կարծես թե սիրված է բոլորի կողմից։ Երգչուհուն սիրում են, նրա կատարումները սիրված են և ցանկացած նոր կատարում հիթ է դառնում շատ կարճ ժամանակահատվածում։ Երգչուհի Տաթև Ասատրյանի անձնական կյանքը ևս հետաքրքրություն է առաջացնում հետևորդների շրջանում։ Ընդամենը ամիսներ առաջ Տաթև Ասատրյանը հանդես եկավ մենահամերգով, որն անցավ Լեփ-Լեցուն դահլիճով։ Տաթևը կրկին հանդիպում է կազմակերպել երկրպագուների հետ։ Մենահամերգի ողջ տոմսերը սպառվել են։ Տաթև Ասատրյանն այս առիթով նշել է, որ ևս մեկ համերգային օր է ավելացնում, որպեսզի կարողանա հանդիպել իր բոլոր երկրպագուների հետ, ինչպես երգչուհին է նշում, բազմաթիվ անակնկալներ են սպասվում այդ երկու օրերի համար։ Քննարկումները առավել շատ եղան նաև այն ժամանակ, երբ նա «Ես կամ» հեռուստանախագծից հետո ցույց տվեց, թե որքան շատ է հանդիպում և որքան կապված է իր երկրպագուի՝ փոքրիկ Նժդեհի հետ, ով այսօր բավականին մեծ տղա է արդեն իսկ դարձել։ Տաթևը կատարում է ամեն օր Նժդեհի երազանքները։ Նա Նժդեհին նվիրում է իր սիրելի և իր երանելի մոտոցիկլը։ Նա Նժդեհի հետ ժամանակ է անցկացնում, նրա հետ շրջագայում է, ինչպես նաև Տաթևի շնորհիվ Նժդեհը սովորել է դհոլ նվագել։ Իր համերգային երեկոների ժամանակ Նժդեհը մի քանի ելույթով հանդես է եկել և ցույց տվել իր նոր տաղանդը։ Այս օրերին երգչուհին կրկին շրջագայության է մեկնել և Նժդեհը կրկին նրա հետ է։ Տաթևն իր ինստագրամյան էջում հրապարակել է մի քանի կադրեր, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է փոքրիկ Նժդեհը ծովում ժամանակ անցկացնում, ուրախանում և վայելում բնության հրաշքները։ Ինչ խոսք համացանցում յուրաքանչյուր նմանատիպ հրապարակում հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ բացահայտելու Տաթև Ասատրյանի հիանալի մարդ տեսակը։ Մարդիկ ամեն անգամ հիանում են, զարմանում նրա բարությամբ և գովերգում, ասելով, որ յուրաքանչյուր արտիստ պետք է նման կերպ վարվի, որպեսզի բոլոր երեխաները լինեն երջանիկ։ Ներկայացնում ենք Տաթև Ասատրյանի և Նժդեհի մասնակցությամբ մի քանի կադրեր։ Արի մոտես։ Ժողովուրդ ջան, շատ եք հարցնում, թե Նժդեհը որտեղ է, ոնց է ու ինչ է անում։ Ուզում եմ ասել, որ հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է լինելու։ Չէ՞ կյանքս։ Ժողովուրդ ջան, հիմա մենք գրիվում ենք, գալու ենք Ռոստով, կնասադար